Բարև ձեզ, բարև ազգ, բարև երկիր, բարև ժողովուրդ։ Այսօր փետրվարի 28-ն է, վաղը գարնան առաջի օրը, եւ այսօր ունեմ կարևոր հայտարարություն, առնվազն ինձ համար կարևոր, ենթադրում եմ, որ ձեզ համար էլ կարևոր։ Կարևոր այդ հայտարարությունը վերաբերվում է, մի անգամից առաջ անցնելով ասեմ, վերաբերվում է քաղաքական մեր պատկերացումների իրականացմանը ուղղված կուսակցության հիմնադրմանը ու այդ կուսակցությունը ես իմ ընկերների հետ որպես նախաձեռնող խումբ արդեն իսկ գրանցել ենք կուսակցության հիմնադիր համագումարի հայտը արդեն իսկ ներկայացված է, գրանցել ենք եւ մարտի 14-ին տեղի է ունենալու հիմնադիր համագումարը։ Շատերիդ հրավիրում ենք, շատերին կոչ ենք անում միանալ, աջակցել, ավելի մանրամասը հիմա կներկայացնեմ ու ներկայացնեմ հենց այն կոնտեքստում, որ կամ դու ես զբաղվում քաղաքականությամբ, կամ քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Ինչի մասին է սա։ Այսօր դուք գիտեք, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն հարձակվել են Իրանի վրա։ Դուք գիտեք նաեւ, որ Իրանը հակահարված է տվել մերձավոր արևելյան շատ երկրների կամ երկրներում տեղակայված ամերիկյան բազաների։ Խնդրեմ, այն ինչ տեղի է ունենում, դա քաղաքականություն է։ Եվ անկախ նրանից դուք, մենք, այսօր գործներներս հաջող էր, այսօր մենք առողջ էինք, հիվանդ էինք, թե մեր գործերը այսօր անհաջող էր, շատ էինք զբաղված, թե քիչ հոգնած էինք, անտրամադիր էինք, թե ուրախ էինք, երջանիկ էինք, ընկերների միջավայրում ենք, թե ինչ էինք, մեր շուրջ տեղի է ունենում քաղաքականություն։ Բախվում են լրջագույն ուժային կենտրոններ։ Ամեն մեկ իր հարվածը չափավորում է որոշակի հետքայլի սպասումով կամ որոշակի հետքայլ ուրեմն թույլ տալու կամ որոշակի զիջումներ այսպես հեշտ կորզելու տրամաբանությամբ, օրինակ, Ամերիկան եւ Իսրայելը հաշվի են առնում, որ Չինաստան կա, որ կարող է միջամտի, մյուս երկրները, նույն ասենք, Իրանը հաշվի է առնում, որ չի կարող ուղիղ հարվածել ԱՄՆ-ին, շատ ավելի բուռն արձագանքի կարժանանա։ Մի խոսքով տեղի է ունենում քաղաքականություն եւ անկախ նրանից մենք ինչ դիրքերում ենք, կամ մենք ենք զբաղվում քաղաքականությամբ, կամ քաղաքականությունն է զբաղվում մեզանով։ Եվս մի թարմ լուր Նիկոլ Փաշինյանի ամուսնալուծության մասին, քաղաքացիական ամուսնալուծության կամ ապահարզանի մասին։ Այս պահին, իհարկե մեր երկրի վարչապետը այնպես չի, որ փայլել է հոգեկան առողջության եւ հավասարակշռության իր դրսեւորումներով, բայց եւ այնպես, այս պահին երկիրը ղեկավարում է մարդ, ում ընտանիքում արկա է ճգնաժամ, եւ ոնց հասկանում ենք, այդ ճգնաժամը նոր չի։ Եթե նույնիսկ այդ ամեն ինչը անկեղծ, բնական, իրական ապահարզանա, եթե դրա տակ չկա, ենթադրենք տնտեսական կոնտեքստ, չկա դրա տակ քրյա իրավական կոնտեքստ, կամ իրավական պատասխանատվությունից խուսափելու կոնտեքստ, եթե նույնիսկ դրա տակ չկա քաղաքական կոնտեքստ, միևնույնն է, երկրի վարչապետը ամուսնալուծվում է, դա անդրադառնալու է մեր ու ձեր ճակատագրի, մեր ու ձեր սերունդների վրա։ Դա անդրադառնալու է կամ դու ես զբաղվում քաղաքականությամբ, կամ քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Երբ դու ես զբաղվում քաղաքականությամբ, դու բալանսավորում ես այն ուժերը, այն ազդեցությունները, հակակշիռներ ես ստեղծում, քո շահերը ներկայացնելու մեխանիզմներ ես ունենում, լծակներ ես ունենում, որով քաղաքականությունը չի կարողանում քեզ վերաբերվել կամայականորեն, կմահաճ կերպով։ Եթե դու չունես այդ լծակները, այդ հակազդեցությունները, այդ հակակշիռների մեխանիզմը, քաղաքականությունը քո հետ վարվում է ոնց պատահի։ Ես մի բան եմ ուզում ցիտել մեր Facebook-յան, մեր կայքից, սա մեր կայքն է, իդեպ, հա, Այս մեր կայքը չէ, այլ մատ, այս իմեջն է, ահա, սա մեր կայքն է,
հիմնադիր կետեմ, խնդրեմ, հիմնադիր կետեմ, կարող եք մտնել և տեսնել, այստեղ աջակցել, անդամակցել, հեսա կմանրամասնեմ դրանք, այստեղ մեր նախագծերը դեռևս միայն պետության կամ պետության նախագիծն է դրված, մի անգամից ցույց տամ, եթե ուզում եք 65H PDF ֆորմատով պետական նախագիծն ու պիտի փոխենք այստեղ պետության նախագիծ կամ պետականաշինության ուղեցույց, այնինչ խոստացել էի, ահա այստեղ մանրամասը գրված է, ինչա պետությունը դա ինչի հետ են ուտում, ընդհանրապես դա չեն ուտում և ավելին ասեմ բերանը չեն տանում, բայց ամենայն դեպս, այսպես որպես խոսքի ձև հասկացեք ինչ նկատի ունեմ։ Ահա, այստեղ մենք մի այսպիսի քաղաքական ազգի մասին այսպիսի ձևակերպում ունենք։ Քաղաքականությունը այլոց կյանքին վերաբերվող որոշումների կայացումն է։ Այդ որոշումները կայացվում են կամ քեզ հետ քննարկելով և համաձայնեցված, կամ առանց քեզ։ Երկրորդ դեպքում դու քաղաքականության պասիվ սպառող ես, իսկ քո կյանքը քեզանից անկախ որոշումների կամայական հետևանք։ Այստեղից է բխում այն օրինաչափությունը, որ կամ դու ես զբաղվում քաղաքականությամբ, կամ քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Արդյունքում ազգերն ու անհատները կամ իրենց կյանքը ճակատագրող քաղաքացիներ են, կամ իրենց բախտը անիծող հպատակներ։ Խնդրեմ, մենք որոշել ենք մեր ճակատագիրը ինքներս կերտենք, ինքներս ձևակերպենք և տարբերվում ենք Հայաստանում առկա քաղաքական դաշտում գործող ուժերից, գաղափարախոսություններից, մենակ հենց նրանով, որ Նիկոլին հեռացնելու օրակարգը մեզ համար պարզունակ, կենցաղային, պրիմիտիվ օրակարգ է, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր պետությունը որպես մի համակարգ, որպես մի մեքենա վատ է աշխատում։ Այո, և նրա ղեկին նստած է վատ վարորդ։ Ավելին այնքան վատ է աշխատում, որ ով էլ նստի այդ ղեկին, նա դրսևորելու է իր վատագույն հատկանիշները։ Հանդես է գալու իր ամենաանցանկալի կողմերով։ Մենք սենց ենք կարծում։ Դրա համար մենք չենք ասում, եկեք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, հետո կտեսնենք ինչ կլինի։ Մենք ասում ենք, Նիկոլ Փաշինյանին հեռացնելով հարցը չի լուծվելու, պետությունը, պետության հիմնադրույթները պետք է հասկանանք և պետք է վերանայենք, պետք է հիմնադրենք նոր համակարգեր, քաղաքական, պետական, անվտանգային, իրավապահ, արդարադատության, սոցիալական, տնտեսական, մշակութային, բոլորովին նոր համակարգեր, այն ինչ այսօր դուք տեսնում եք Իրանում, հարգելիներս, դա դեռ ծաղիկներն են, այև որ այդ պատերազմը կտևի 2, 3, 4 տարի, այն ժամանակ կտեսնենք, թե իրականում ինչ է նշանակում պատերազմ մեր հարևանությամբ, իսկ միգուցե ոչ միայն մեզ շուրջ, այլ հենց մեր ներսում, մեր սահմաններից ներս։ Իսկ նման սպառնալիք աշխարհի գլխին կախված է։ Մենք երկար բարակ կներկայացնենք մեր հայեցակարգը, ապագայի, տնտեսության, ընդհանրապես բոլոր ոլորտների վերաբերյալ։ Այսօր առանց ճակերտները բացելու միայն մի բանի մասին ուշադրությունը ձեր հրավիրեմ, թե ինչ ենք մտածում մենք օրինակ արտաքին քաղաքականության կամ անվտանգության հարցերի մասին։ Դուք շատ լավ գիտեք, որ հիմա խոսք է գնում արևմտամետ, ռուսամետ, որ մեկն էս բան, լավ, վերջի վարիանտ հայամետ, Խնդիրը շատ ավելի բարդ է, քան այս կենցաղային պատկերացումները։ Հուսամ մեզ լսում են պրոֆեսիոնալներ քաղաքագիտության և ոչ միայն քաղաքագիտության, հիմա կհասկանան ինչի մասին եմ ասում, կամ կգնահատեն գոնե, ինչի մասին եմ ասում։ Տեսեք, առաջի և երկրորդ համաշխարհային պատերազմները այնպես վակուումի մեջ, դատարկության մեջ չեղան։ Դրանց նախորդել էր լուրջ տեխնոլոգիական զարգացում, լուրջ, լրջագույն տեխնոլոգիական զարգացում ամբողջ աշխարհում։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները եղան, որովհետև արտադրողականությունը
մարդկանց, ընկերությունների, գործարանների արտադրողականությունը կտրուկ բարձրացել էր, մարդկանց գնողունակությունը կտրուկ ընկել։ Սովորաբար սա լինում է տեխնոլոգիական թռիչքաձև զարգացումների ժամանակ։ Այն ինչ հիմա մենք կասենք, դեռ ոչ ոք հայ քաղաքական դաշտում չի ասել։ Եվ ուշադրություն, վաղը որ բջջի տղու նման կսկսեք սա կրկնել, չմոռանաք ասեք, որ հիմնադիր ազատակարգ կուսակցության քաղաքական օրակարգից ենք մեջբերում անում։ Ուրեմն տեսեք, տեխնոլոգիական հենց հիմա կտրուկ զարգացում է գնում տեղեկատվական տեխնոլոգիաների, այսինքն արհեստական բանականության եւ հաշվողական ռեսուրսների միջոցների հետ կապված։ Ամբողջ աշխարհում այդ զարգացումը գնում։ 2010-ական թվականներին կանխատեսում էին, որ դա բերելու է մեծ ճգնաժամի դեռ 20-ականի կեսերին, 20-ական թվականներին։ Հիմա այդ ճգնաժամը մի քիչ ուշանում է, բայց դա վերջ առաջ լինելու է։ Դա լինելու է տնտեսական ճգնաժամ, որին դիմագրավելու կոչով, լուծումներով հանդես ենք գալու մենք, որպես հիմնադիր ազատակարգ կուսակցություն։ Ի տարբերություն հայ քաղաքական մտքի մնացած բոլոր օրակարգերի եւ մոտեցումների եւ առաջարկների եւ խնդիրների այսպես գույքագրման, մենք առաջ ենք քաշում բոլորովին նոր որակի խնդիր։ Տեղեկատվական տեխնոլոգիաները առաջիկա 5-10 տարին աշխարհը փոխելու են անճանաչելիության աստիճան։ Սա լուրջ սպառնալիք է եւ մեծ հնարավորություն միևնույն ժամանակ, ինչպես բժշկական են ամենալուրջ դեղերը, համ ունեն լրջագույն կողմնակի էֆեկտներ, համ ունեն շատ լուրջ բուժական ազդեցություն։ Եվ այս տեխնոլոգիական թռիչքը առնվազն բերելու է տնտեսական ճգնաժամ։ Իսկ եթե դա ավելի մասշտաբային եղավ եւ տևական, ապա դա բերելու է այն տարիներով տևող պատերազմ, այդ թվում մեր տարածաշրջանում, միգուցե հենց մեր տարածաշրջանում, տարիներով տևող պատերազմ, որովհետև այդ պատերազմի ժամանակ մսխված միջոցները, կյանքերը, այդ պատերազմին տրված լենդ-լիզները, աջակցությունները, պարտքերը աշխարհի որոշ գերտերությունների դարձնում են իրոք գերտերություն եւ ամրապնդում նրանց դիրքը որպես հեգեմոն մի ամբողջ դար։ Վերադարձեք եւ նայեք առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ահա առաջիկայում կամ պատերազմ, վատագույն սցենար, համաշխարհային ու տևական, կամ տնտեսական ճգնաժամ աշխարհի մասշտաբով։ Եվ մենք մեր անվտանգային եւ արտաքին քաղաքական օրակարգը պատկերացնում ենք այս տիրույթում։ Ասում է սովորաբար գեներալները պատրաստվում են անցած պատերազմներին։ Մենք չենք ուզում լինել գեներալներ կամ սպայակազմ կամ քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստվում են նախորդ անցյալի կամ ներկայի խնդիրներին, նախորդ ճգնաժամերին։ Մենք ուզում ենք պատրաստվենք ապագայի ճգնաժամին։ Իսկ ապագան բերելու է այդ ճգնաժամը։ Կյանքն այդպիսին է։ Ու դու ոչ թե պիտի ժողովրդի տանթատ ասես վախեցեք, խառնվեք, իրար կործանում ենք, այնպես չի որ արտագաղթելու եք, փրկվեք։ Հակառակը կարող է Հայաստանում ավելի թեթև հաղթահարեք, եթե խեղճներս գլուխներս հավաքենք, քան թե այս կամ այն երկրում։ Սրա մասին ծավալուն կանդրադառնամ, բայց ֆիքսենք, որ մեր թե արտաքին քաղաքական օրակարգի մեջ, թե պաշտպանական, թե կրթական, ամեն մեր օրակարգերի մեջ, թե առողջապահական, թե սոցիալական ապահովության, ամեն ինչի մեջ մենք ներկայացնելու ենք ծրագիր 5-ից 10 տարվա համաշխարհային եւ մասնավորապես Հայաստանի հետ կապված մարտահրավերների հետ կապված։ Եթե ուզում եք, ես մի փոքր շակերտները բացեմ, լավ։ Օրինակ ծրագիր, որտեղ ընթացքի մեջ է, հիմա մշակում ենք, իդեպ հիմնվելով լրջագույն անալիտիկ կենտրոնների արած աշխատանքի վրա, ես հիմա ցույց տամ,
Ինչ ասում։ Այստեղ օրինակ միայն տրանսպորտի վերլուծությունն է։ Rating X վերլուծական կենտրոնի վերլուծությունը, թե տրանսպորտը ինչ փոփոխություններ ա կրելու, այստեղ այսպես գալիս ենք, Ark Invest-ի վերլուծությունը, այսի մենակ տրանսպորտի վերլուծությունն է համառոտ, ամփոփ դուրս գրված։ Ու այսպես բոլոր ոլորտները առողջապահությունից սկսած, մինչև արտաքին քաղաքականություն։ Սրա համար ենք մենք կուսակցություն բացում։ Այս քաղաքական միտքը, որ հա իրականության մեջ ուղղակի բացակայում է։ Սա ներկայացնելու համար։ Պետականության պետականաշինության ուղեցույցը դա էլ առանձին պետության հիմնադրույթների մասին է։ Սահմանադրության նախագիծ էլ ունենք, կարամ բացեմ էլ ցույց տամ, մի խոսքով, սահմանադրության նախագիծ էլ ունենք, էլի մշակման մեջ այսինքն հասել ենք իրավունքների հատվածին, որն էլ մի հատ առանձին փաստաղ տա։ Ժողովուրդ, սա է քաղաքականությունը։ Սրան տանենք, նրան բերենք, սրա հետ պայմանավորվենք, նրա հետ բարիշենք, էսի քաղաքականություն չի, էսի բջջություն է։ Կամ բջջություն կամ բջիտողություն, չգիտեմ, նայած ով է զբաղվում այդ բային այդ հարցերով։ Ես ոչ ոքին չեմ ուզում վիրավորեմ ու ոչ ոքի չեմ ակնարկում, ուշադիր։ Ես ոչ ոքի չեմ ակնարկում, եթե ինչ-որ համընկումներ լինեն, դա պատահականություն է։ Այն ինչ այսօր Հայաստանում արվում է, դա կամ բջջություն է, կամ բջիտողություն։ Քաղաքականություն չի արվում։ Երևի թե ամենակաղաքական միտքը, որ այսօր Հայաստանում հնչում է, դա բոլորին դեմ է մեր ընկերների կազմակերպած։ Իմ ընկերներին չի դրա համար եմ ասում։ Նրանց նախաձեռնած բոլորին դեմ եմ շարժումն է, որը շատ մակերեսային առաջարկներ է անում հարցի լուծման, չգիտեմ, խորքայինը, մենք չենք ասում բոլորին դեմ ենք, մենք ասում ենք ում ենք կողմ, մենք մեզ ենք կողմ, մենք երկրի համակարգային փոփոխություններին ենք կողմ, եւ ոչ թե վերադառնանք ասենք, մեր բանակը անօթաչու թռչող սարքի ունի թե չունի, շատ ավելի մեծ հարցեր են գալիս առաջիկա 5-10 տարվա համար եւ դրա համար պիտի աշխատեն ոչ միայն համակարգեր պետական, ոչ միայն ինստիտուտներ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, այլև հենց կոնկրետ սերվերներ պետք է լինեն, համակարգչային, հաշվողական ռեսուրսներ պետք է լինեն երկրում, այս ամեն ինչը հաշվարկելու եւ առաջարկներ ներկայացնելու համար։ Այս սրա մասին ենք մենք լռել այս 3-4 ամիս։ Դուք երևի թե նկատել եք, որ շատ հազվադեպ հաճախ եմ հանդես եկել։ 3-4 ամիս լռել եմ սրա մասին։ Մտածել, հաշվարկել, վերլուծել, սովորել, կարդացել եմ սա։ Ավելին ուզում եմ սա շարունակեմ այս աշխատանքը վաղը պարլամենտում առնվազն պլան մինիմում։ Մենք ուզում ենք այս ծրագիրը, այս տեսակ աշխատելավոճը տեղափոխել պարլամենտ, մինիմում պլան։ Եթե ինչ-որ մեկը կասի դու հասկանում ես, որ հնարավոր չի 50+1%-ով իշխանություն կառավարություն վերցել, հասկանում եմ, պատկերացրա, որ դա բարդ չի հասկանալը, հարգելի հարց տվող։ Բայց ես միևնույն ժամանակ հասկանում եմ, որ հայ քաղաքական միտքը այս բջոտ դիվիժենիներից պետք է վերջը անցնի խորքային հարցերի լուծման եւ ապագայի կանխատեսման, ռիսկերի չեզոքացման, հնարավորությունների ռեալիզացիայի։ Ուրիշ ճամփա չունենք։ Եվ ով պիտի մեր միջից դա անի։ Դա ինստիտուտ ավարտելով չեն որոշում, այս մեկը քաղաքական գործիչ է։ Քաղաքական գործիչը դա կրթություն ստանում են ինքնակրթությամբ, որոշակի վերապատրաստումներ ծրագրերով։ Տո որ ուզում եք իմանաք ընդհանրապես դա ջիղ է, բնածին ջիղ է, որ պիտի զարգացնես այդ տաղանդը, զարգացնես, հասցնես իրոք մարդկանց համար, մարդկության համար պիտանի աստիճանի։ Կամ եթե կուզեք վարպետության աստիճանի, եթե կուզեք արվեստի աստիճան պետք է դա հասցնել։ Ոչ թե մանիպուլյացիան, շուստրությունը։ Խնդրեմ, էլի վերադառնամ Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ հայտարարությանը։ 10 օր առաջ գրել են, որ բաժանվում են։ Ոչ մեկը չի իմացել։ Մենակ ֆրանսիական մամուլում գրվել են, որ բաժանվում են։ Facebook-ում էլ արձագանքել էին, որ ֆրանսիացիները ճիշտ չեն հասկացել տիկնոջ խոսքը։
Հասկանում եք, սա բջջություն է կամ բջջի տղություն է։ Բաժանվում եք, գրեք, բաժանվում եք։ Մեր քաղաքացիական ամուսնությունը ավարտվեց։ Ու մարդիկ են, ովքեր լրագրող են, էլի, խոսքի վարպետ են, լուր հաղորդելու վարպետներ են։ Սենց չի կարա լինի, ձեր ցավը տանեմ։ Սրա համար մեզ պետք է քաղաքական միավոր։ Դրա համար մենք հիմնում ենք հիմնադիր ազատակարգ կուսակցությունը։ Եթե հարց կառաջանա, թե ինչա ազատակարգ կամ ազատակարգությունը, դա ապահովված, երաշխավորված ազատությունն է։ Ազատակարգություն տերմինը մեր կողմից է մոգոնվել, եթե կարելի է այսպես ասել։ Բայց տրամաբանությունն է, որ ազատությունը կարգի մեջ է երաշխավորված։ Ազատությունը ինքն իրան չի լինում, դա պիտի սպասարկես, տիրություն անես։ Մեկը, որպեսզի իրան ազատը զգա, պիտի միջոցներ, հմտություններ ունենա իր ազատությունը իրացնելու համար։ Ազատակարգությունը դա այն կարգն է, այն համակարգերն են, վերջին հաշվով այդ համակարգերի բարձրագույնը պետությունն է, որը երաշխավորում է այդ ազատությունը։ Ազատությունը կարգի մեջ է հնարավոր։ Ազատությունը բաց թողեցիր, կարա վերածվի անտերության ու ինչպես ասում են, տերովին տերնա տարե, անտերիներ գելնա տարե։ Ազատակարգությունը այն վիճակն է, այն կարգն է, որում ազատությունը պաշտպանված է։ Էսի ուտենց, հիմնադիր ազատակարգ կուսակցություն, մարտի 14-ին լինելու է հիմնադիր համագումարը։ Ես հիմա ցույց տամ ոնց է գրանցվում, հետո շարունակեմ իմ ասելիքը, որովհետև էլի ասելիք ունեմ։ Ինչ թվում է պարզ բան է, բայց չէ, ես օրինակ ինձ դուր կգար, որ մեկ ինձի բացատրեր։ Այս սկզբից եւ այդ նախ կամ միանգամից իջնում եք ներքև, այստեղ հաճախ տրվող հարցերին ենք անդրադարձել, որոնք կարող եք սեղմել եւ տեսնեք ձեր հարցի պատասխանը։ Այստեղ դեռ երկու ուրեմն տեսանյութ է, բավական երկար, էլի խիստ ուսուցողական, կավելանան այստեղ, ուղղակի խիստ բարձր որակի տեսանյութեր ենք միայն դրել, թե չգիտեք ինչքան լայվեր ու բաներ ունենք։ Գրանցվել, պարտադիր անուն ազգանուն եւ հեռախոսահամար, կարող եք նաեւ էլ հասցե գրել, դա ըստ ձեր ցանկության եւ սոցիալական կայքի հղումը կարող եք դնել ըստ ցանկության։ Տալիս եք հաստատել եւ մեզ մոտ դա երևում է, այստեղ ձեզ մոտ էլ գրում է, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել։ Նվիրաբերելու համար սա շատ կարեւոր կողմ է, որովհետեւ ժողովուրդ այս պահի դրությամբ ոչ մի ֆինանսավորող չունենք։ Այսինքն հույսներս ձեր աջակցությունն է ֆինանսական։ Չգիտեմ, 200 դրամից մինչև, չգիտեմ, 200,000 դրամ։ Չգիտեմ, 200 դրամից սկսած ձեր աջակցությունն ենք ակնկալում։ Աջակցել այս պահի դրությամբ մենք տվել ենք Հարություն Մանուկյանի, մեր ընկեր Հարութը, հես նկարում չկա, Հարութի նկարը գոնե ստեղ լիներ։ Հարութը հեսա ցույց տամ էլի Հարութին։ Խնդրեմ։ Հարություն Մանուկյանի ինքն է։ Ուրեմն հաշվի համարն է ID bank եւ իդրամ։ Խնդրեմ։ Եթե ցանկություն ունեք, եթե ուզում եք, որ այս նախագիծը առաջ գնա, խնդրում եմ Պասիվություն մի դրսևորեք եւ աջակցեք, որպեսզի մենք կարողանանք մեր գործունեությունը իրականացնել։ Դա առաջիկայում այդ դահլիճ վերցնելն է, դրա հետ կապված ծախսերն է, տեխնիկան է, մոնտաժի հետ աշխատանքն է, որոշակի գովազդային աշխատանք կլինի հետագայում։ Հենց կուսակցությունը արդեն օֆիցիալ կձևակերպվի, կտանք կուսակցության հաշվի համարը։ Հիմա մենք խնդրում ենք մարդկայնորեն հաշվետվությունն այս փողերի մենք ձեզ կներկայացնենք։ Մարդկայնորեն աջակցեք 200 դրամից սկսած մինչև 200,000 դրամ։ Մեկը դուք ձեր լուման ներդրեք այս գործում։ Անդամագրվելու հարցն էլ արդեն ասեցի։ Այստեղ մենք շատ հետաքրքիր ձևով մեր կայքը ամեն քայլափոխի գրած է, անդամագրվել, նվիրաբերել, ամեն քայլափոխի։ Հիմա գնանք սկիզբը նայեք։ Խնդրեմ, աջակցել, անդամագրվել։ Իջանք ներքև, էսի պետության նախագիծը 65 էջ ուզում եք կարող եք կարդալ, աջակցել, տեսեք ամեն քայլափոխի։ Տեսանյութեր, դիտել բոլորը, մի խոսքով ստեղ գրանցել, հաստատել, էլի այս վերևն էլ դե տեսնենք։ Սա կարևոր է։ Հիմա
Անցանք մի երկու ուրիշ հարցերի։ Մինչև այսօր մենք բանակցությունների մեջ ենք եղել։ Մենք չենք ցանկացել ընտրություններին գնալ միայնակ։ Մենք միշտ կարծել ենք, որ կարող ենք լեզու գտնել տարբեր ուժերի հետ, բայց մենք նույնիսկ մեր ընկերների հետ չենք կարողացել, ասացի, բոլորին դեմ եմ շարժում եմ, մեր ընկերներն են։ Նախաձեռնող խումբը համենայնպես մեր ընկերներ։ Նույնիսկ իրանց հետ ունեցել ենք այնպիսի տարաձայնություններ, համոզմունքային է ավելի շատ, իրանք կարծում են, որ եթե չանցանք պարլամենտ, եթե անցանք պարլամենտ եւ չձևավորեցինք կառավարությունը, ապա պետք է մանդատները դնենք եւ դուրս գանք, մենք կարծում ենք, որ պետքա հենց անցնենք պարլամենտ ու շարունակենք մեր գործունեությունը պարլամենտում, գեներացնելով քաղաքական միտք, զբաղվելով մեծ ու լուրջ քաղաքականությամբ, մարդկանց հասցնելով այն կարևորագույնը, ինչ հիմա ներկայացնում եմ։ Ոչ թե գան, ասեն 300,000 աշխատատեղ են բացելու, ջերմ բարևներս այս մտքի հեղինակներին։ Ու ես հիմա այդ մտքի հեղինակներին ամենայն հարգանքով ուզում եմ ասեմ. Պարոնայք մեծ խոստումներ տվողներ, առաջիկա 5-10 տարվա ընթացքում տեղի ունեցող տեխնոլոգիական փոփոխությունները ըստ բոլոր կանխատեսումների տանելու են նրան, որ ես այսօր էլ, այսօր լույսը բացվի, դուք 300,000 աշխատատեղը բացած լինեք, 5-10 տարի հետո այդ 300,000-ից 150,000 էլ չի լինելու։ Դուք տենց խոստումներ տալուց մարդկանց, մտածեք, որ ձեզ լսում են նաև քաղաքական ուժեր, ովքեր ունեն իրենց ծրագիր, ովքեր այդքան ֆայմել են, որ կարելի է վեր կենալ եւ ժողովրդին ասել, մենք զավոդ ենք բացելու։ Պատկերացրեք, այդքան ֆայմում ենք, որ եկեք զավոդ բացենք։ Այ դուք հիմա իմ հարցին պատասխանեք, թե այդ զավոդում ինչի պետք է աշխատի բանվոր եւ ոչ թե կանվեր կամ ռոբոտ։ Եվ եթե ռոբոտ չի աշխատում, այսինքն արտադրողականությունը ցածր է, այդ որտեղ եք ծախելու այդ զավոդի արտադրանքը։ Ես ուրիշ բաներ չեմ ասում, ես միայն մեր պոզիցիայով եմ ասում։ Բազմաթիվ քննադատություններ կարելի է հնչեցնել այս թեզին, սկսած չինական միջամտության, ներկայության, աշխարհքաղաքական որոշումների, որտեղ այդ զավոդները ոնց հասկանում Չինաստանի հետ են կապված։ Ես ուրիշ բան եմ ասում, ժողովուրդ։ Մարդկանց երբ որ խոսք եք տալի, հասկացեք, որ այդ մարդիկ, հա, հասկանալի է, ոմանք գոնե փափախը գլխներին բանը սարեցի են, ասենք։ Չգիտեն նույնիսկ, որ ինտերնետ կա, ենթադրենք, կամ գիտեն, բայց դրանից այն կողմ չգիտեն։ Ժողովուրդ ջան, բժիշկները, վարորդները, իրավաբանները, հաշվապահները, ոմանք այս մասնագիտություններից, կրթության ոլորտը, կառավարման ոլորտը, ամբողջ մտավոր գործունեությունը մտնում է տեխնոլոգիական զարգացման դար եւ երկու ճանապարհ կա։ Կամ մարդիկ, պետություններն ու ժողովուրդները հերքելու են այդ զարգացումը, ուշացնելու, դանդաղեցնելու են իրանց մոտ, արդյունքում դառնան հետամնաց եւ հարևան երկրների հետ մրցակցությունում տուժել։ Կամ լուծումներ են գտնելու, այս ամեն ինչը մեղմ, մենք այդ լուծումներն ունենք, կտամ։ Այդ լուծումները հիմա չեմ ասում, բայց լուծումները կտանք։ Թե ոնց ենք մենք այդ հարցը լուծելու։ Իդեպ մենք այդ հարցը մի անգամ արդեն, ես լավ, ին վրա մի քիչ շատ վերցնեմ, անհամեստություն եմ, այդ հարցը մի անգամ արդեն լուծել եմ։ Եվ կներկայացնեմ ոնց եմ լուծել, միասին ենք լուծել իդեպ, ես առաջարկն եմ արել, դուք ինձ աջակցել եք, կհիշացնեմ մենք ոնց ենք այդ հարցը մի անգամ լուծել, մի անգամ էլ կլուծենք այդ հարցը։ Հա, խնդիրը սրանում է, ժողովուրդ, 100,000-ավոր աշխատատեղեր, որոնք այսօր կան, 5-10 տարի հետո չեն լինելու։ Այսինքն քաղաքական ուժը, որ գալիս է իմ համար, եթե ես որպես շարքային քաղաքացի դիտարկեմ, այդ քաղաքական ուժը ինձ պիտի ասի ոչ թե ես քանի 100,000 աշխատատեղ եմ ստեղծելու, այլ ինձ պիտի ասի ոնց է պահելու եղած աշխատատեղերը։ Քանակը եղած աշխատատեղերի ոնց է պահելու։ Եվ եթե չի կարողանալու պահի, այդ մարդկանց թոշակա տալու, ինչքան է տալու, որտեղից է տալու, վիր խաշվին, կասերվանեցին։ Վիր խաշվին է տալու, ում հաշվին է տալու։ Այս է լուրջ քաղաքական հարցերը։ Մենք ուզում ենք այս որակի հարցեր բերենք։ Եվ այն ինչ այսօր տեղի է ունենում Իրանում, Իրանի հետ է տեղի ունենում, դա մի պուճուր հատվածն է այն տհաճության, որ սպասվում է ամբողջ աշխարհին առաջիկայում։
Դրա մասին էլ մանրամասը կներկայացնենք եւ բացատրությունները կտանք։ Սահմանադրության նախագծի մեջ մասին ասացի, շատ եմ խոսել, հիմա չծավալվեմ։ Մի խոսքով, խնդրանքս, կոչս, հորդորս ձեզ, ժողովուրդ, լավ ժողովուրդները, լավ ապրող ազգերս ունենում են սկզբունքներ, որոնց հիման վրա կերտում են իրենց կենցաղն ու կյանքը ու պետականությունը։ Երբեմն սկզբունքները, օրինակ բարոյականությունն էլ է իդեպ սկզբունքայնության տեսակ։ Բարոյականությունը ինքնին սկզբունքայնություն է։ Այս սկզբունքայնությունը այն ամենալավ կյանքն, ամենաճիշտ կյանքն է ապահովում։ Բայց կարճաժամկետի մեջ սկզբունքայնությունը կարող խանգարի եւ արդյունավետության խաթր, օրինակ, սեղմեն ձեռքեր, որոնք պետք չի սեղմել, որովհետեւ սկզբունքների դեմ է, բայց ասում ես դե լավ է, համագործակցությունից լավ արդյունք դուրս կգա, շանսերը մեծանում է, արի համագործակցեմ։ Օրինակ, արդյունավետության խաթր երբեմն սկզբունքայնությունը մի կողմ է դրվում։ Սա ես հələ միտեղ հասկանում եմ։ Բայց գիտեք ինչն է ամեն քայլափոխի մեր քաղաքական գործիչների շրջանում կամ քաղաքական հայտ ներկայացների։ Այս արդյունավետությունն էլ օրինակ ապեր հանուն երկրի փրկության, օրինակ ես երկրի փրկելու նախագիծ չեմ առաջարկում։ Ուշադիր, ես երկրի փրկիչ չեմ ընդհանրապես։ Հա, թեև բժիշկ եմ, թեև ինչքան փրկիչ գիտեք, այդ սաղից ավելի շատ մարդու կյանք եմ փրկել, բայց փրկիչ չեմ ես, ահա, իմացեք այդպես։ Հիմա նայ։ Գալիս է, ասենք, հանուն երկրի, հանուն արդյունավետության, եկեք մի պահ սկզբունքայնությունը մի կողմ դնենք։ Հասնում ես այդ կետին, մեկ էլ տենում ես այս մարդու համար արդյունավետությունն էլ հաշիվ չի։ Իր անձնական շահն է, բնազդային, անձնական բնազդային, այս րոպեական շահն է կարևոր, երկարաժամկետ շահն էլ չի կարևոր։ Այսինքն սկզբունքայնությունը զիջում ենք ազգովի կոպիտ ասած։ Սկզբունքայնությունը զիջում ենք արդյունավետության խաթր համար, արդյունավետությունը զիջում ենք անձնական բնազդային այս րոպեական շահի համար։ Ահենք մենք գենոցիդի մատերիալ ենք այս խելքով ու այս բարոյականով։ Բնությունը մեզ սելեկցիա է անելու։ Հասկանում եք։ Հա, ես չի որ արդարացնում եմ գենոցիդ արածներին կամ նրանց ինչ որ բժշկի թուղթ եմ տալի, չէ։ Բայց այս տեսակ ժողովուրդը բնությունը, մարդկությունը, քաղաքակրթությունը չի հանդուրժի sense բանի գոյություն։ Այն ամենավայրենիներն անգամ, որ եկել մարդակերությամբ գրավել են ինչ որ քաղաքակիրթ ռեգիոններ, վերջի իրանք քաղաքակրթվել են, զարգացել են։ Մենք մեր զարգացած ամուր բարոյական սկզբունքներով, ամուր ավանդություններով ժողովրդից, ազգից, այսօր կպցնելու վրա հիմնված բջերի ցեղի ենք վերածվում, ոմանք արդեն վաղուց վերածվել են։ Կպցնող բջերի ցեղ, հասկանում եք, ոչ մի սկզբունքայնություն ու ոչ մի արդյունավետություն։ Միայն այս րոպեական բնազդային շահ։ Տաքսի է կպցրել է մեկին, ասում է դե լավ, ինչ անեմ, կարա չէ նորմալ գին ասի, տուրիստ է այդ մարդը։ Ասում է լավ, հիմա դնեմ ինչքան հնարավոր է թիվ կրակեմ, որ տուրիստն էլ հիասթափվի Հայաստանից, չգիտեմ, սերվիզից, ամեն ինչից, ասի էլ չգնաք Հայաստան։ Այս րոպեական բնազդային շահ, բայց հակառակը կարող ասի, այ մարդ, հիմա ես մի քիչ լավ վերաբերվում ես մարդու հետ։ Ամեն մեկով հանդիպում է տուրիստին, ասի ես բարյացկամ գտնվեմ, ոչ թե ձեռ առնեմ, ծաղրեմ։ Որ այս մարդիկ էլի գան, այ մարդ, գան ստեղ փող ծախսեն, գան ստեղ տնտեսական շարժ ստեղծեն։ Այս բարոյախրատական ինչի մասին է։ Այ մենք ուզում ենք այդ սկզբունքայնությունը հիմնադրենք։ Դրա համար ոչ ազգի փրկությունից ենք խոսում, ոչ արտաքին կողմնորոշումից ենք խոսում, ոչ ծովից ծով Հայաստանից ենք խոսում, ոչ էլ այսինչ այնինչը ազատագրելուց ենք խոսում։ Մենք ուզում ենք կեղտից, թարախից, բջությունից, բջոտությունից մեր հոգիները, մեր կենցաղը, մեր փոխհարաբերությունը ազատենք ու հիմնենք նոր հասարակարգ։ Միգուցե ռոմանտիկա հնչում, միգուցե, բայց հիմա ես շատ իրատեսական հարց եմ տալի։ Ես բժիշկ եմ։ Ինչա ռոմանտիկ չի հնչում մարդու կյանքը փրկելու համար աշխատել։ Աշխատել։ Ռոմանտիկ չի։ Իդեալիստական է։
Ամբողջ բժշկությունը այդ իդեալիստական մասնագիտությունն է։ Հրշեջ է այ մարդ։ Վտանգի տակ գնում է կրակ ամարում։ Ինչ իրական չի։ Զինվորը սեփական կյանքը վտանգելով անվտանգություն հանրային բարիք է ստեղծում։ Ինչ իրատեսական չի։ Հիմարներ են, անհասկացողներ են, որ բջոտ չեն։ Չէ, իրական մարդիկ են։ Ու մեր շրջանում կան այդ իրական մարդիկ։ Ուսուցիչները կոպեկներով աշխատում են։ Պոլիկլինիկայի բժիշկները նոր մի քանի տասնյակ հազար դրամով աշխատում են։ Չէ, ժողովուրդ ջան, սա ոչ ռոմանտիզմ է, ոչ անիրատեսական է, ոչ ուտոպիա է, սա նորմալ մարդկային կյանք է։ Եվ մենք կոչ ենք անում, եկեք խելքի տանք, իրար ճանաչենք, կազմակերպվենք, համակարգվենք, կամ դաշտը թողնելու ենք էլի այդ աճպարարներին, անկիրթներին, անգրագետներին, պատեհապաշտներին, իսկ քաղաքականության մեջ ով կա, նա էլ դառնում է իշխանություն։ Ուրիշ ձև չկա, քաղաքականության մեջ ով կա, նա է դառնում իշխանություն։ Եվ միջև առաքինի մարդիկ, ստեղծագործ փոքրամասնությունը ցանկացած հանրության, ստեղծագործ փոքրամասնությունը, մինչև չմտնի, չանցնի քաղաքական դաշտ, մեծ քաղաքականություն, նա երբեք չի դառնա իշխանություն եւ երբեք չի ճակատագրի իր ազգի ու իր սերունդների ապագան այնպես, ինչպես տալիս է լավագույն աշխարհի փորձը եւ ինչպես բնություն ու Աստված է մեզ պատգամ է։ Մեր մարդկային բնույթը կարեկցող, սոցիալական, հարազատական այդ բնույթը եւ աստվածային բնույթը ինչա մեզ պատգամ է, դա մենակ հնարավոր է, եթե ստեղծագործ փոքրամասնությունը դառնում է իշխանություն։ Իսկ դա հնարավոր է, եթե այդ ստեղծագործ փոքրամասնությունը քաղաքական կյանքում, քաղաքական դաշտում ներկայացված է լինում։ Մենք եկել ենք այդ ներկայացնելու։ Միացեք, մեր մեջ այնպես չի, որ բուրգա ձևավորված կան առաջիններ, կան վերջիններ։ Միացեք, հանդիպենք, քննարկենք, ճանաչենք իրար, մարտի 14-ին էլ հիմնադրենք կուսակցությանը եւ որպես առաջին քայլ գնանք 26 թվականի հունիսի ընտրություններին։ Դա որպես առաջին պուճուր քայլ։ Ծրագրերը, որ ծանոթանաք, կտեսնեք, առնվազն 5-10 տարվա լուրջ ու մեծ անելիք կա։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շատ շնորհակալ եմ ինձ քաջալերելու այն նամակների համար, որով ողջևորում գնահատական եք հայտնում։ Միշտ նոր հանդիպում, վաղը կարծում եմ դարձյալ եթեր դուրս կգամ եւ ելի մի երկու հարց կքննարկենք։ Ցտեսություն, բարի գիշեր։